Ողջույն գործարարlik եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Պարոն Վարդանով, առջևում ընտրություններն են, մենք հիմա ներկայումս գտնվում ենք նախընտրական այսպես փուլում եւ այսօր առաջնային է երևի Հայաստանի համար առաջնահերթ է անվտանգային հարցը եւ թե ինչպես է յուրաքանչյուր ուժ, տեխնացիոն դրած ուժ իր ծրագրում անդրադարձել անվտանգային հարցին, հիմնական շրջանառվող մոտեցումները դրանք անվտանգության համար երաշխավորներն են, միջազգային իրավունքի գերակայությունը այդ անվտանգությունը ապահովելու համար, ինչպես նաեւ համապարփակ անվտանգության համակարգը եւ հետաքրքիր է արդյոք որն եք դուք ավելի գերադասելի համարում այդ մոտեցումներից եւ հարցս ավելի շատ կենտրոնացնեմ այդ համապարփակ անվտանգության համակարգի վրա, ինչ ասել է առհասարակ համապարփակ անվտանգության համակարգ։ Նախ հասկանանք անվտանգությունը մեր ինչին է պետք։ Հավան դրա համար որ ողջ մնանք։ Երևի։ Ուրեմն ողջ մնալու արվեստը պետք է զարգացնենք։ Ոմայի հետ եմ եւ ոչ միայն։ Եթե մենք մտածում ենք ինչ որ մարդկանց խումբ, ոչ թե ազգը, պիտի իրենց գործերը անի, անգամ ազգի վերանալով կամ ազգային պետություն վերանալով, դա ուրիշ, ասենք, տեսանկյուն է, չէ՞։ Եթե դու նայում ես անձի տեսանկյունից, անձի փրկվելու տեսանկյունից, անձի համաչափ զարգանալու հնարավորությունից, պետական, ասենք, կառույցների մեջ, ու հետո երբ որ անձից պետք է ջանքեր պահանջվի, որպեսզի այդ պետությունը պահպանվի, պետական կառույցները պահպանվեն, այդ համադրելիությունը, ասենք, խոսքի օրինակ 100 ջոուլ էներգիա պետք է դնի, որպեսզի 4 կամ 50 ջոուլ էներգիա ի վիճակի լինի օգտագործել, то есть պրակտիկ ինքը այնքան էլ ձեռնատու չի։ Բայց մենք պիտի հասկանանք մի բան, որ ամեն ինչ չի մարդով։ Բաներ կա, որ մարդը պիտի անի ապագայի մասին մտածելով։ Ես կարծում եմ պետությունը դա պոպոկի ծառի պես մի բան է։ Հիմա տնգեցիր, բավարարված է զուտ ընդրանով, որ կյանք ես տվել ինչ-որ մեկին։ Ջրում ես իրան, ինքը քեզ ոչ մի բան չի տալի։ Ոչ մի բան, մենակ քեզանից վերցնում է։ Բայց մյուս սերունդին ստվեր է տալու։ Ու եթե դու ճիշտ դաստիարակես մյուս սերունդին, ասենք զավակիդ, ինքը կարանալու է համ ջրի, համ խնամի, ծախսի 100 ջոուլ ու 100 ջոուլ ստանա մոտորապես։ Ստվեր, արեն կիզի ճարևի տակ, չարևահարվի, անձրևից պաշտպանվի եւ այլն։ Թորը, եթե ճիշտ դաստիարակվի, չէ՞ թե օտար ամայի ճանապարհների վրա փնտրի իր բախտը, իր նոր պոպոկի ծառը տնկի, այլ օգտվի պապուտ տնկած ծառից, ինքը արդեն կստանա համ ստվեր, համ պոպոկ կամ գյումրու բանով ասած բարբարով կակալ, որը որ իրան եկամուտ կապահովի, որը կբավարարի իր վահանաձև գեղձի համար, առողջության համար անհրաժեշտ յոդը, то есть առողջություն կտա իրան կուշտ մնալու հնարավորություն եւ քանի որ պոպոկը շատ է լինելու արդեն թորան ժամանակ, ինքը կկարողանա վաճառի եւ որոշակի եկամուտներ ունենա այդ պոպոկի ծառից։ Իր հերթին, եթե արդեն քո զավակը պապի լինելով օգնի, քո թորը ճիշտ դաստիարակի, քո ծոռանա։ Քո ծոռը արդեն շատ մեծ բերք կունենա, լավ ստվեր կունենա, արդեն ոչ թե անձրևից կպաշտպանվի, այլ փոթորիկներից կպաշտպանվի, վերևից այն նոյին
հայտնի դարձրած ջրերը վերևից լցվի, էլիք փրկվի, իսկ եթե ասենք գայեմ վիճակը, որ Նոյը պետք է նավը կառուցի, այդ հսկայական պոպոկի ծառը 60-80 սանտիմետր բնի հաստությունով նաև նավակ սարքելու հնարավորություն կլինի, համ եկամուտ մեծ քանակի, որը կարող է ասենք պոպոկի բերքի դեպքում ասենք միջև արհավիրքները իրան հնարավորություն կտա նախապատրաստվի արհավիրքներին, հնարավորություն կտա, որ քո ծառը եկամուտ ունենա այնքան, որ շատ լավ հագնվի, ռեստորաններում սնվի, քանի որ ասենք կնոջ եղունգները արդեն այտենց մի 30 սանտիմ աճել է ու ցույց է տալի, որ ինքը տանը ոչ մի բան չի անում, տունը եսիմ գաստարբայտեր Պակիստանից աշխատող բերի եւ այլն։ Ուզում եմ ասեմ, պետությունը այդ պոպոկի ծառի պես մի բան է։ Հիմա իմ սերունդը միայն տվել է։ Ես ուզում եմ զգուշացնեմ այն մարդկանց, ովքեր որ կարծում են, որ ես վերլուծելուց բացի ինչ որ կողմ եմ ուզում պահեմ, բնական է ես ինչ որ նախասիրություններ ունեմ։ Բայց քանի որ ես փորձում եմ վերլուծաբանի դեր խաղամ, ինչքանով է դա հաջողվում, չգիտեմ, ես անդրադառնում եմ այն հարցերին, որոնք որ վերլուծելու փորձ եմ կատարում, այն հարցերին, որոնք որ իմ մասնագիտության հետ են առնչվում, իմ աշխատանքային ոլորտի հետ են առնչվում, իմ կյանքի հետ են առնչվում։ Հիմա մարդիկ կան, ասում են պետություն ստեղծելը սխալ էր, որովհետև հիմա իրանք ավելի լավ պետություն են ստեղծում, որովհետև իրենց հայտարարությունով Ղարաբաղյան շարժումը դա մեծագույն սխալ է եղել, որը պետականաստեղծ շարժում է եղել, որը ստեղծել է հայերի պետությունը, որը ստեղծել է մոնոէթնիկ երկիր։ Իսկ մոնոէթնիկությունը ի գիտություն այն մարդկանց, ովքեր որ թուրքերի ազդեցության տակ մտածում են, որ մոնոէթնիկությունը դա մեծագույն սխալ է եւ մինուս է, դա այնա ինչին ձգտում են բոլոր երկրները։ Միգրանտներին ընդունելով, ասում են մուլտիկուլտուրալիզմ, ասում են տոլերանտություն, բան, տոլերանտությունը ինչ է вообще հասկանում են։ Տոլերանտությունը դա դիմանալն է, յոլա տանելն է, ոչ թե ընդունելը։ Ինչի համար է դա արվում, որպեսզի ասիմիլյացիոն process-ները դա առանց էքսցեսների, առանց պատերազմների, առանց քաղաքացիական կամ սեպարատ ինչ-որ շարժումների, ասիմիլյացիայի մասին է խոսքը։ Այդ ասիմիլյացիան ինչի մասին է։ Երբ որ դու փորձում ես մոնոէթնիկ երկիր կառուցես։ Թուրքերը մեր մոնոէթնիկության վրա քար են գլորում, բայց ամեն ինչ անում են, որ իրանք դառնան մոնոէթնիկ։ Լեզգիններին 400-ից 500 հազար լեզգիններին գրում են 70 թե 100 հազար են ընդամենը։ Թալիշներին 1.5 միլիոնանոց ընդ գրում են 250 հազար։ Դա ինչի համար է, որ լինեն մոնոէթնիկ։ Այդ մոնոէթնիկությունը մեր մոտ ստեղծվել է նաև Ղարաբաղյան շարժման պատճառով։ Մենք ամենաբարձր տոկոսներից մեկը ունենք սովետական միությունում, սովետական հանրապետությունների մեջ, բայց ստեղից, երբ որ ինքնակամ հեռացան թուրքերը, հասկանալով, որ իրանց ցեղակիցները ինչ գազանություններ են արել Ադրբեջանի սովետական սոցիալիստական հանրապետության տարածքում, ես նկատի ունեմ Սումգայիթ, փետրվարի վերջ, ես նկատի ունեմ գյուղական վայրերը ամբողջ կես տարվա մեջ միջև 88 թվի աշունը, իսկ աշնանը Կիրովաբադ, այսօրվա Գյանջան, դրանից 1.5-2 տարի հետո Բաքվում, մի շաբաթ ջարդերը մի քանի հազար մարդկանց կյանք խլած, թուրքերը դա գիտակցելով, հետնել մարդը մարդու մասին կարծիք ունենում, կապելով իրան, փաթաթելով իր վրա սեփական պահելաձևը,
թուրքը մտածում էր, որ մենք էլ նման գազանություններ կանենք, չնայած մենք այդ գազանություններով աշկի չենք ընկել, իրանք ստեղից հեռացել են, հետնել պետությունից կոմպենսացիա են ստացել։ Եվ այդ 100-ից 110,000 թուրքերի հեռացումը եւս բարձրացրեց մեր տոկոսը, որովհետեւ իրենք ամենամեծ ազգային փոքրամասնություններն էին։ Ստեղ տեղաբնակ ազգային փոքրամասնությունները, մեր եղբայրական, ասենք, եզդի ժողովուրդը եւ ասորի ժողովուրդները, ուրեմն իրենք երկուսն իրար հետ թուրքից քիչ էին։ Փաստորեն թուրքը ստեղից հեռանալով մենք էլ ավելի մոնոէթնիկ երկիր դառանք եւ ավելի դիմակայուն պետություն կառուցեցինք։ Եվ կառուցեցինք դա հələ այդ մենակ այդ մի ասպեկտն եմ ասում Ղարաբաղյան շարժման։ Մյուս ասպեկտը Ղարաբաղյան շարժման այդ որ անհեռատես կամ անգրագիտաբար կարծում են, որ ազգային Ղարաբաղյան շարժումը սխալ էր։ Իսկ իրանք ի վիճակի են հասկանալ, որ 91 թվականին սովետական միությունը դեկտեմբերին փլուզվեց։ Եվ մենք լինելով երկրաշարժից տուժած թուրքերի հետ կոնֆլիկտի մեջ, որտեղ թուրքը կոնֆլիկտի վերածեց։ Մենք ցույցեր, դեմոկրատական ճանապարհ, իսկ իրենք ջարդեր, պատերազմ, արյուն թափել, եւ մենք շրջապատված լինելով մարդակեր թուրքը հարավից, օկուպացված Հայաստանի, ասենք, տարածքում, ուրեմն հյուսիսից ջարդարար թուրքը, այն մի թուրքի բարեկամ, որ Դաշտային Արցախն ու Գարդմաններ գրավել է ժամանակ, հետնել վրացին, որը Հայաստանի սահմանի վրա գրեթե ամբողջությամբ թուրք բնակչություն ունի։ Մենք այդ բլոկադայի մեջ ի վիճակի եղանք դիմանանք 91 թվականի սովետի փլուզվելուց, նաև դրա պատճառով, որ այդ կույր անհեռատես հայտարարությունը, ասենք, հաշվի չենք առել եւ մտել ենք պայքարի մեջ եւ արդեն 2 տարուց ավել պետականաշինության փորձ ունենք, զինված ուժերի փորձ ունենք ինքնուրույն կառուցելու եւ ներքին զորքերի կարգ ու կանոն պահելու, տնտեսություն պետության կողմից քիչ թե շատ էքստրեմալ վիճակում պահպանելու։ То есть Ղարաբաղյան շարժումը, եթե 88 թվականի սկզբին չլիներ, մենք 91 թվականի դեկտեմբերին ուղղակի կոչնչանայինք։ Ուղղակի։ То есть կարելի ասել ձեռքներդ հերու պահի իմ երիտասարդ տարիներից, իմ պոպոքի ծառ տնգելուց, իմ ասելով իմ սերնդի հետ եմ, երբ որ մենք մենակ տվել ենք ու ոչ մի բան փոխարենը չենք ստացել, հիմա եկել է մեր զավակների ստվեր ստանալու ժամանակը, հələ այդքան պոպոկ չկա, թաքուբիր պոպոկը համտեսում ենք, իրանք նայելով կողքի իրանական ցիվիլիզացիային, որը գրեթե առանց խախտվելու 2,500 տարի է, ասենք, տևել, իրանք հետևելով զավթողական սելջուկների ժառանգներին, որոնք 1000 տարի այս տարածքում գրավում են, փրթելով, մարդկանց կոտորելով տարածքներ են, ասենք, կուլ տալի, մտածում են, որ հələ նայ սրանց պոպոկները ինչ մեծ են, փարթամ են, ախպեր կարաս իրանց նման, ասենք, մեծ ժողովուրդ լինես եւ 2500 տարի հետո բերքը տենաս ինչ ձևի է, ոնց որ Իրանը, կարաս այն մյուսի նման մարդակերը լնես, աչուձախ սաղին փրթես եւ 1000 տարի հետո տենաս ինչ փարթամակ հոպոպոկի ծառը, կարող ես սուս վախտնա ընդհանենա արհավիրքներից, ձնից, պահպանես այն պոպոկի ծառը, որ մենք ենք տնգել, ընդհանենա օգտվի հլվոր ստվերից, թաքուբիր համտեսի, ասենք, այդ պոպոկի հատիկները, գալիս է արդեն այն բերքը, որ մեր ազգը օգուտ է ստանալու, արդեն կուշտ է լինելու, արդեն մոտենում է կամ մտել ենք արդեն այդ ֆազայի մեջ, համեմատիր այն երկրների հետ, որոնք որ 30 տարվա պետություն ունեն, 35 տարվա պետություն ունեն, այն պատմական բաները, էքսկուրսները դեպի անցյալը
կամ էլ ճիշտ չեն պետականաշինության գործում, որովհետև դու հսկայական ժամկետ ունեցել ես, ասենք, պետություն կորցրած, ոնց որ պատմության մեջ քո ակտիվ դերը չունեցած տարիներ ունես, sense մկրատով, որ կդրել են զավթիչները։ Մի համեմատվի ոչ Իրանի ցիվիլիզացիայի պետականաշինական, ասենք, փորձի հետ, ոչ էլ 1000 տարվա սելջուկների, օսմանների, ասենք, պետականաշինության մարդակեր, անիբալիստական պետականաշինության փորձի հետ մի համեմատվի իրանց հետ։ Ոչ էլ 1000 տարվա Ռուսաստանի, ասենք, ցիվիլիզացիայի հետ համեմատվի, ոչ էլ 200 տարվա Ամերիկայի։ Քոնը 35 տարի է ամենաանբարենպաստ վիճակում տնտեսական բլոկադայի պայմաններում կառուցվող պետությունը, բայց այդ պոպոկի ծառը արդեն ստվեր է տալի վաղուց եւ շատ վաղուց չէ, բայց արդեն մի քանի տարի է թակուբիր պոպոկա տալի խաղի ջարդի կեր վրի կանանչնել վեկալ տրորի, եթե այդքան եկամուտների մասին ու ասենք բանը պոպոկից մտածում ես ինչ օգուտ կդրենք ուրիշ բան տնկենք, այդ կանանչնել վեկալ տրորի ասում են լավ դեղ է դառնում, ասենք կլեպնել հետո կանես, այն մեկը փորացավի դեմ է լավ, այն մյուսն էլ ասում են շիտավիտկի համար է լավ դեղ դառնում, բանը վահանաձև գեղձի համար։ То есть օգուտդ մի քիչ շատացրա քո եղած ռեսուրսից։ Կարճ ասած, համարում եմ անհեռատես, անգրագետ եւ անշնորհակալ հայտարարություն դա։ Գանք ասենք մյուս անվտանգության հայտարարություններին, մեկ լսել եմ, ուրեմն մի քաղաքական ուժ ասում է բանա բերենք վարսկաններին։ Չվեկաներ, լավ, պատմական փորձը հաշվի առնել կարելի է։ Ում փորձը, բայց ասենք ինչ որ տարբեր ազգերի։ Դե եթե հաշվի առնելով պետք չէ համեմատվել հաշվի առնելով այն պայմանները, որոնց որ կառուցվում է մեր պետությունը անվտանգային համակարգը կառուցում է պայմաններ։ Թշնամական, ասենք, շրջապատ, իսկ ժամանակները վաղուց, ասենք, հզոր պետություն կառուցած իմիջայլոց, ասենք, բայց վարսկաններով պատերազմած երկիր եմ ուզում հիշեմ, միանգամից մտքիս եկավ դա բաններ Կարթագենը կամ Կարթագեն, հա, հայերեն։ Միջնադարյան Իտալիայում էլ այդ քաղաքպետությունները այտենց ուզում ասեմ հին անտիկ կամ միջնադարյան փորձերը, որ ես կարող եմ հիմա մտաբերել։ Չէ, մի քիչ էսյան էլ կգանք, էլի կհիշենք։ Ուրեմն Կարթագենը ընդհանրապես իր բանակը երբեք չի ունեցել։ Առևտրականների երկիր է։ Քանի որ ինքը փյունիկիացիներն էին, որոնք տիր քաղաքից էին տեղափոխվել, տիրի ռազմական ազնվականությունը մնացել էր ընդ։ Այն ռազմական ազնվականությունը, որը հողից կդրված եկել էր, ասենք, կուպեցների հետ, առևտրականների հետ Կարթագենը, մի քանի հազար կիլոմետր են, ասենք, նավահանգիստ եւ քաղաք են կառուցել, իրենք ավելի շատ առևտրականներից են կախված եղել եւ որպես այդպիսին արիստոկրատիա, то есть լավերի իշխանությունը, ազնվականությունը ռազմականացված չեն ունեցել։ Ունեցել են առևտրական ֆինանսիստների, ասենք, օլիգարխիա են ունեցել, մաքուր բուն իմաստով օլիգարխիա են ունեցել եւ իրենց բնակչությունը շատ քիչ էր, շրջապատված էին բերբերական ցեղերով, այսպես ասած նումիդիացիներով եւ ծովում այդ ժամանակ այդքան շատ նավարկություն անող չկար, որովհետեւ ծովը այդ վաղտվա նավերի համար շատ բարդ էր, էլի օգտագործելու եւ հիմնական կաբոտաժ, то есть մերձ ափային sense նավարկություն էր, ափին շատ մոտիկ, որ այնքան որ ափից մի քիչ հեռու էթան, որ բանը մի մետր կամ 2 մետր նավը բանը ջրի տակ մտնի, հերիք է, էլի ասենք։ Ուրեմն Կարթագենը ունեցավ փայլուն կառուցված բան իմպերիա, առևտրական, ֆինանսիստական իմպերիա, տվեց փայլուն պատմության մեջ հայտնի մարդկանց, ասենք, Գանիբալ Բարկան օրինակ, որը Հռոմը գրեթե կզացրեց
իր վարձկանների բանակով, բայց հիմա ուր է Կարֆագենը։ Իր այդ մոտավորապես նույն ժամանակաշրջանում ծնված Հռոմին, որը որ ազգբանակով էր պայքարում, քաղաքականության մեջ ներքին մեծագույն դեր էր խաղում ազգբանակը, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգը, պարտվեց Հռոմին։ Կարելի է պարտվեց ոչնչանալով։ Կարելի է հիշել մամերտինցիների հանրապետությունը, Մարսի զավակների հանրապետությունը, որոնք որ Սիցիլիայում էին ստեղծվել, վարսկանների պետությունը։ Վարսկաններին բերել էին քաղաք պետությունները հունական վարձել էին, փող էին տվել, որ Կարֆագենի դեմ կռվեն, Կարթագենի եւ Հռոմի դեմ կռվեն, իրանք ապստամբվեցին, իշխանությունը վերցրեցին ձեռները, ամբողջությամբ վերացրեցին, ասենք, որպես դաս այն փող ունեցողներին, դառան իրանք այդ փող ունեցողները, բայց պայքարելու ստիմուլ չունեին շատ, ասենք, միջև վերջ։ Եվ շատ արագ, ասենք, պարտվեցին եւ հանձնվեցին հռոմեացիներին։ Անտիկ շրջանի նման փորձառություն նաեւ մեզ ա եղել արտաշատը վարձկանները, որ հանձնեցին Հռոմին։ Երբ որ դու ունենում ես հիմնական բանակը եւ տարբեր հավաքագրման ուրիշ ձևեր ես ունենում իրեն համալրող, դա այդքան վտանգավոր չի։ Օրինակ հիմա ուկրաինական կամ ռուսական բանակը երկուսն էլ վարձկաններ են օգտագործում, բայց իրանք բուն զինված ուժերին չի կարա տենց վնաս հասցնի կամ խալխլի այդ վարձկանների գումարտակները։ Ուղղակի անհնար է։ Օրինակ մեր պարագայում ես կպատկերացնեմ կոնկրետ առաջադրանքներ կատարելու համար նման ընդհանրապես կոնկրետ առաջադրանքների համար պատրաստված վարձկանների կիրառել, բայց ինչ վերաբերում է մի ամբողջ բանակ լինի վարձկանների, ես չեմ պատկերացնում էլի մեր պարագայում։ Նույնիսկ բրիգադ մի տեղ կանգնած չարժե ունենալ, հիշենք տարբեր վարձկանների պահվածքը Իտալիայում այդ մեր նկարագրած ժամանակաշրջանից մի 2000 տարի հետո, 1.5-ից 2000 տարի հետո, հայտնի կոնդոցիերների ժամանակաշրջանը Իտալիայում, երբ որ քիչ թե շատ Միացյալ Իտալիան մասնատվեց եւ դառավ պուճուրիկ, ասենք ֆեոդալական քաղաք պետությունների երկիր, որտեղ Երբ ցանկանային վարձկանները իշխանությունը վերցնեին իրենց ձեռը։ Այսօրով եթե իտալական պատմությանը մեզ հետևողներից մարդիկ կան, ով իտալական պատմությանը ծանոթ են, հայտնի տոհմեր կան, Սֆորցան, Մեդիչին, այնտեղ էլի մի քանի տոհմեր կան, արիստոկրատ, որոնք որ ինքնիշխան են եղել, նույն Գրիմալդին Մոնակոյի, ասենք, մեծ իշխանը աշխարհի ամենահարուստ պետություններից մեկը բնակչության քանակի հետ համեմատ իրենց քաղաքացիների բնակչության հետ համեմատ իրանք բոլորը վարձկանների ժառանգներ են, որոնք որ վարձողներին ոչնչացրել եւ տեր են դարել այն երկրների, որում իշխում էին։ Գրիմալդին միջև հիմա է իշխում։ Երևի վերջի վարձկանների ժառանգն է Իտալիայում, մեծ Իտալիայում, նկատի ունեմ, որ Ֆրանսիային է կապված, բայց մեծ Իտալիայի մասն է, էլի ասենք ինքը աշխարհագրական Իտալիայի մասը, որը Ֆրանսիային է տված 19-րդ դարում։ Կարանք հիշենք, ասենք, տարբեր վարձկանների պահվածքը 19-րդ դարում, 20-րդ դարում, երբ որ 19-րդ դարում վարձկանները Հնդկաստանում, որոնց որ վարձել էին բանանելու համար, մյուս հնդկական պետություններին ոչնչացնելու համար, իրանք ապստամբվեցին, անգլիացիների վիզը ոլորեցին, սիպայների հայտնի ապստամբությունը, գրեթե ամբողջությամբ անգլիացիներին վռնդեցին, այդ սուպեր կայսրությունը, որը երկրագնդի 1/3-ը իր ձեռն էր պահում, ստիպված եղավ ամբողջ աշխարհից, ասենք, հավաքի անգլիական, ասենք, այդ կարմիր համազգեստը կրողներին, զինվորներին, բերի Հնդկաստան մի կերպ սիպայների հախից եկան։
հնդկական ռաջաներ կային, իշխաններ կային, որոնք որ էլի այտենց վարսկաններ էին, դառան իշխաններ ոչնչացնելով իրանց վարձողներին։ 20-րդ դարում հայտնի Սարավակ իշխանությունը, որը Բրունեի սուլտանն էր, վարձել անգլիացիներին, որոնք նավի վրա գնդած պուլիմետ Մաքսիմը դրած, ոնց որ ասած տժժեցնում էին այնտեղ փոքր կղզիների շուրջ, հետո ասին արախենք Բրունեի սուլտանի օգտին տժժեցնեմ, քելեք մեր օգտին տժժեցնենք ու սեփական իշխանությունը ստեղծեցին Սարավակ անունով, որը որ մինչև հիմա իրանց ժառանգներն են, մաքուր անգլիական սերժանտների ժառանգներ են այդ Սարավակի իշխանները, ուղղակի հասկանալով, որ այդ դայակների դեմ կռվելով իրանք քիչ են, համաձայնվեցին Բրունեի վասալը լինեն եւ սուլտանի վասալը լինելու, բայց իշխանություն սեփական ստեղծեցին վարձկանները։ Այսինքն կարծում եք, որ այս 21-րդ դարում էս իրավականորեն կարգավորվող էս դարում հնարավոր է նման միշտ հնարավոր է, որովհետեւ ուժը ինչքան էլ դու իրավաբանորեն փորձել ես սկզբից ազգերի լիգայով, հետո միացյալ ազգերի բանով, այդ մակով կարգավորես օրենքի սահման, միշտ ուժը շատ ավելի կարևոր է եղել, քան ասենք միջազգային իրավունքը տեղում։ Այսինքն այդ անվտանգությունը ապահովելու համար հղում կատարելով միջազգային իրավունքին կարծում եք անիմաստ է։ Միանշանակ։ Օրինակ Կորեա, երբ որ Հյուսիսային Կորեան հարձակվեց եւ գրեթե կուլ տվեց Հարավային Կորեան, եւ Հարավային Կորեայի զորքերը մի հատ փոքր նավահանգստի շուրջ, փոքր չէ, փախել էին, նահանջել էին, ջախջախվել էին, Պուսան նավահանգստի շուրջ մի կերպ, sense մի հատ կղզյակ էին, ասենք, պահում, արդեն չէին էլ պահում, ամերիկացիք ՄԱԿ-ի ուժերի գլխավորելով ՄԱԿ-ի ուժերը հարձակվում են Հյուսիսային Կորեայի զորքերի վրա եւ իրենց հետ են շպրտում, տանում միջև Չինաստանի սահմանը։ Այդ դարդուցավ ուներ հետաքրքիր ՄԱԿ-ը, որ նման, ասենք, բանակ կազմեր, ամերիկան բան, կարող է արդարությունը կապ չունի, օրենքը կապ չունի, դա արել են զուտ դրա համար, որ սոցիալիստական Հյուսիսը, սոցիալիստական Չինաստանի եւ սոցիալիստական սովետական միության վրա հենվելով, չստեղծի միացյալ Կորեան սոցիալիստական։ Եվ իրանք փորձեցին այդ սոցիալիստներից, ասենք, բան անել, էլի, բրծնել Կորեայում, տարան սխմեցին Չինաստանի սահմանը, չինացիք ընդամենը մի փոքրիկ կամավորական ջոկատ կազմեցին 250,000-անոց, մտան ներս անսպասելի, դե Չինաստանի համար փոքրիկ, էլի, եւ ջախջախեցին ամերիկյան ուժերը Ամերիկային, Անգլիայով, Ֆրանսիայով, Նոր Զելանդիայով, Ավստրալիայով, Թուրքիայով, Գերմանիայից ուժ չկար, բայց դրանց բոլորի մասնակցությունը ֆորմալ էր ուղղակի։ Չէ, որ ՄԱԿ-ի էգիդան ապահովի։ Ոչ, Ամերիկայի ուժերը իհարկե գերիշխում էին, ընդ երևի մի 70% իրանք էին, բայց ավստրալիական, ասենք, զորքեր այնտեղ, անգլիական զորք բավականին լուրջ կոնտինգենտով էին կռվում, բավականին լուրջ։ Հետո ասենք սոցիալիստական բանը այդ անսպասելի այդ չինական կամավոր փոքրիկ ջոկատը որ հարձակվեց շպրտեց իրանց այնտեղ վարի էին եթում այնքան որ կարծեմ Մակարտուրներ բանը ասեց եկեք միջուկային զենքով խփենք որովհետև վсё վարի ենք եթում այնը լավ է խելացի մարդ գտնվեց Ամերիկայում ինչը հազվադեպ է միջայլոց ու բանը չարին միջուկային երկրորդ աղետը չունեցավ։ Հա, էլի երկրորդ աղետը միջուկային չեղավ, նկատի ունեմ առաջինը այն երկու ռումբը, որ Ճապոնիայի վրա են գցել։ Կարճ ասած, ուժը միշտ ինչ որ պատճառ է լինում, երբ որ կողքից ուժին դեմ են կայնում։ Հիմա ասես մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Օրենքի տեսակետից Արցախի հանրապետությունը ամբողջությամբ լեգիտիմ երկիր էր։ Էդի մեր թուլությունն է, այն որ կապիկ լամի շեղան գնացին, ես ինչ Պրագայում ստորագրեցին, բան, էդի անօրինական էր, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ու այնտեղ իրան ներկայացնող բանը
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձևով չի տարբերվում Զիմբաբվեից եւ Զիմբաբվեի նախագահ ինչ որ Մուգանգա Գուգանգան որ գար ընդուներ որ Արցախը Բաքվի հանրապետություն իրավական տեսանկյունից այո որովհետեւ սա նախքին սովետական Ադրբեջանի ինքնավար մարզներ որը հանրապետություն էր դարել սովետական օրենքներով Սովետը դեռ չփլուզված, օրենքը ուժի մեջ է, ասենք, ուրեմն ամառվա վերջ աշնան սկիզբ սեպտեմբերի 2-ին 91 թվականի անցկացնում են ռեֆերենդում Արցախում եւ ճնշող մեծամասնությունը ընտրում է ազատ շարժվելու իրավունքը։ Իհարկե դրան նպաստել էր թուրքերի վայրագությունները եւ մարդակերությունները, որը որ միտինգներին էքսպանսիվ, բայց առանց գազանությունների հայերի պահվածքին թուրքերը պատասխանեցին մարդասպանություններով, կին տղամարդ բռնաբարություններով եւ սպանություններով այրելով, то есть մենք պետք է իմանանք ում հետ գործ ունենք։ Այնտեղ ինչ որ մեկը մի քանի 100 կիլոմետր իրան Ստեփանակերտում ազգությամբ հայ ինչ որ դրոշակ էր բարձրացնում, ասում էր միացում կամ անկախ հանրապետություն, ըստեղ մի քանի 100 կիլոմետր էսյան հային, որը որ ամբողջությամբ նվիրված ծառայում էր թուրքական պետությանը, Բաքվի հանրապետության նկատունեմ, իրանց այնտեղ դնում ջնջում էին, չնայելով կին, երեխա, չգիտեմ, ծեր, ոչինչ բանին չնայելով։ Վայրագությունները, ասենք, իրանց հայտնի է, առեսօր էլ այդ վայրագության մենք ականատեսն երբ որ 20 թվականին, 22 թվականին այդ վայրենի այդ կանիբալները, այդ իրանց գազանությունները հեռախոսով նկարում գցում էին համացանց։ Բազմաթիվ, ասենք, բաներ կա։ Ես 20 թվականին, 22-ին գտնվելով, ասենք, առաջնագծում, ես դա ի վիճակի չեմ եղել տեսնեմ, բայց երբ որ վերադարձել եմ, տեսել եմ, չանս կախվել էր։ Մարդիկ կինոներ են նկարում, ոնց են նման հանցանքները նկարահանված, ասենք, հետապնդում են կասետը խլելու խաթր, ասենք, կամ չիպը խլելու խաթր մի 100 հոգի մարդ են կոտորում, մենակ թե չիպը խլեն, իսկ սրանք հենց այդ նկարահանում են, էլ ոսկի պետք էլ չի էլի, ասենք, էդի երկար բարակ մանգալ վեկալում գցում են համացանց։ Այդ աստիճան մարդակեր են, որ դրա իրանց համար օրգանական է։ Իրանց կարծիքով դա հանցագործություն էլ չի ու նման երկրից պաշտպանվելու համար մենք ունեցանք ինչ պետականաշինական, ասենք, գործողություններ, անկախության դեպի անկախությունը տանող գործողություններ ամբողջությամբ օրինականության դաշտում Արցախի հանրապետություն ստեղծելի գործում։ Պարոն Վարդանով, ուզում եմ հետանդրադարձ կատարենք մեր այդ համապարփակ անվտանգության համակարգին, ուզում եմ հարցնել, արդյոք կոնցեպտուալ առումով կարող ենք այն նույնացնել ազգ բանակի գաղափարի հետ։ Ինքը ամբողջությամբ նույն բանն է։ Ամբողջությամբ։ Այո, ինքը ամբողջությամբ նույն բանն է։ Ես սիրում եմ ազգ բանակ լոզունգը եւ երբ որ ազգ բանակ լոզունգը կարգախոսը սրանից մի քանի տարի առաջ քաղաքական դաշտ նետվեց բաների ժամանակ, միտինգների ժամանակ, ես մի բառակապակցություն եմ, ասենք, ավելացրել դրան երկիր ամրոց, որպեսզի անջատենք այդ չքաղաքականացվի սա, որովհետև ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանին ով ոնց ուզում է վերաբերվի, բայց ինքը մեր բոլորի վարչապետն է, սևերի, սպիտակների, գալուբոների, ռոզովիների, քանի ինքը վարչապետն է, ինքը բոլորիս վարչապետն է։ Օրենքը այտենց պետք է լինի, ու օրենքը պետք է բոլորիս կողմից պահվի։ Եթե դու օրենքը չես պահում, դու նման ես հարբած մեքենայի ղեկին նստած մարդուն, որը ոստիկանության ձեռը կարա ընկնի, կարա չէ, բայց կարա մահվան ձեռը ընկնի, կարա չէ։ Հիմա բախտը ոնց կբերի, էլի, բայց ճիշտ կլինի այդ 100-ից 1 շանսին տեղ չտաս շնչելու, էլի, ասենք, ուղղակի օրինապահ լինես։ Դրա պատճառով է պետք նույնիսկ նման իշխանություններին, որոնց չես ընդունում, որոնք ապազգային են, ասենք, եւ գլոբալիստական են, եսիմ ինչ են,
իսկ դու ազգայնական ես, պիտի ընդունես եւ ենթարկվես այն որոշումներին, որոնք որ օրենքի ուժ ունեն։ Դու պարլամենտով են, ասենք, հաստատված։ Իհարկե դու կարաս վիճարկես եւ ընդդիմանաս այն բաներին, օրենքի տպավորություն թողող տարբեր մարդկանց պաշտոնյաների որոշումներին, որոնք հակասում են սահմանադրությանը եւ օրենքներին, բայց օրենքներին դու պարտավոր ես ենթարկվել։ Հիմա ազգ բանակի վերաբերյալ կարելի է ասենց ասել, համապարփակ անվտանգությունը դա գրագետ ձևակերպումն է ազգ բանակի։ Ուղղակի ինքը ավելի գրագետ է։ Ազգ բանակը շատ հաճախ, ասենք, երբ որ ես ասում եմ, շատերը մտածում են դա տղամարդիկ պետք է բանակ լինեն, բանակ գնան բոլորը, կամ բանակը պետք է ներխուժի կյանքի մեջ։ Ոչ։ Ամբողջությամբ հասարակությունը, ազգը պետք է ներխուժի բանակ։ Ամբողջությամբ բոլոր կին, տղամարդ, տարիքով մարդ, հասուն մարդկանց մասին է խոսքը, 16 կամ 18 լրացած մարդիկ բոլորը պետք է լծված լինեն պաշտպանության գործին։ Մեկը անի հիմա, այն ինչ որ պետք է։ Մեկը էս բաժակը կառուցի, սարքի, ասենք, թրծի, ես իմ չարխի վրա պտտի, ձեռները ցեխոտի, բայց պատերազմական իրավիճակում ինքը մարզված լինի եւ պարապած լինի այս բաժակի մեջ նռնակ դնի, որը կտա մի քիչ ավելի ֆիզիկապես առողջ մարդու, որը որ կարծում կքաշու այս բաժակով գրանատը կգցի, այնտեղ ջարդվելով ինքը խոսքի 4 վայրկյան ավելի ուժ կտրակի ու ավելի մեծ վնաս հակառակորդին ասենք պատճառի։ Հաց թուխին պատրաստել, որպեսզի ինքը ոչ միայն հաց թուխ լինի, ասենք, Երևան քաղաքում կամ ուր դե ասեմ, Վանաձորում կամ Դսեղ գյուղում, ոչ, այ ինքը անհրաժեշտության դեպքում հաց թուխի գործը, քանի որ այդ բնակչությունը, որը որ մարտերին չի մասնակցում այդ պահին, ինքն էլ հաց պիտի ուտի, չէ, իր կինը եւ անչափահաս երեխան այդ հացը թխեն, իսկ ինքը իր հաց թուխի շնորհքով գնա նոյեմբերյանի գունդ եւ ընդեղ հաց թխի։ Եթե ինքը ավելի որակյալ ու ավելի արագ հաց թխողա, քան կողբ գյուղի հաց թուխը։ Իսկ եթե ինքը այդքան պիտանի չի որպես հաց թուխ, ինքը նաեւ սովորած լինի զենքին, պաշտպանի այդ հաց թխողին, որը որ զորքին եւ շրջակա, ասենք, բնակչությունը կերակրում է։ Ազգ բանակը բոլորիս ներխուժելն է։ Ես օրինակ այսօրվա իշխանությունների հետ պրոբլեմ ունեմ, ինչ կարգի։ Իրանք ազգային մի ծրագիր են ընդունել 3 տարի առաջ, որը հենց այդ համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգն է։ Եվ դրել են բանի տակ, սեղանի ծածկի տակ, պինդ պահել են, որ մեկը դրսից գալիս է, ասում է ցենտր ծրագիր է, այս Հայաստանին պետք է, որը իրական, ասենք, սրիկա չի, էլի, ասենք, ագենտ չէ, գալիս է, որպես վարձկան մասնագետ, ասենք, ՊՆ-ում հիմա նստած են ֆրանսիական օֆիցիալ եւ ամերիկյան ռազմական մասնագետները, որոնք խորհուրդներ են տալի։ Տարբեր կոնտրակտներով գալիս են անգլիական, ասենք, բաները սրանից առաջ ռուսական մասնագետներն էին, բոլորը ասում են ցենտր ծրագիր է։ Նու ռուս այդ ծրագրին չի ասել, ինքը ասել է տերաբարոնա ձեր մոտ մցրեք, որը որ ազգ բանակի այդ ծրագրի մի մասն է։ Մի մասն է։ Բայց այնտեղ ռուսի այտենց անգլիական կառույց կա, որը որ կոնսուլտատիվ խելամիտ մասնագետներից բաղկացած իրանք եկան ծրվան, ասին ոնց դուք սա ունեք ու ինչ որ հանճար կա մեր վրա փողա ծախսում, որ մենք այսի գրենք, հենա ունեք էլի, это է իմ պրետենզիան, որ իրանք 8 տարվա մեջ տեսնելով այս գիշատիչ շրջապատը, մեզ շրջապատող մի փոքրիկ պատուհան Իրանը եւ մի այդքան էլ փոքրիկ պատուհան Ջավախքը Վրաստանի կազմում գտնվող, այս երկու պատուհաններից իմիջիալոց հիմա մեկը փակված է,
Ոչ թե չեն ուզում փագել են, այ իրանց են հերը անիծել Իրանի, որ այդ պատուանը զիբիլը, ասենք, պայթուններից առաջացած եկել լցվե փագելա։ Հիմա մենակ ջավախքով ճանապարհ ունես, էլի։ Ու այս վիճակը տենալով միակ ձևը ներսի ռեսուրսները օգտագործելն է 99%-ով, հելնում հայտարարում ասում են, որ բանը ով մեր գաղափարը չի կիսում, իսկ ազգ բանակը դա բոլոր ազգի կառույց է, ոչ թե կիսում եմ, չեն կիսում, բանը այն լավագույն Հիտլերի ժամանակներում հասուն բանը գերմանացիները կիսում էին նացիստական, ասենք, այդ մարդակերական գաղափարախոսության, կիսում էին մոտավորապես 15-ից 20%-ը, մնացածը օրինապահ ենթարկվում էին։ Էդի հասկացա, եթե 15-20%-ը նացիստական Գերմանիայում քո կարծիքով, ասենք, ով էս այդ որ էդի ասում ես, էլի, ինքը գիտի ով է։ Չեմ ուզում անունը տան, որ չասեն բանը, քաղաքական պայքարի մեջ եմ մտել։ Դու մտածել ես էդի ասելով։ Ուրեմն 80-85%-ը մեր ազգի դու դեն ես գցում այս շրջապատի մեջ, եթե Հիտլերը զավթողական բանը խնդիրներ էր լուծում սաղ աշխարհը գրավելով կտոր սկզբից Չեխիա, Սլովակիային կիսա անկախ տարբերակ, հետո ասենք Ավստրիա, հետո բանը Լեհաստան, sense կտոր մեծ շրջապատում են շատ ավելի մեծ թվով թշնամիներ, որոնց քո վրա չեն հարձակվելու կտոր, եթե հարձակվեն էլ 2 կտորով են հարձակվելու։ Մեկը մի կտոր, որը քեզանից 3 անգամ մեծ է, 5 անգամ ավելի մեծ բյուջե ունի, թե 10 անգամ, քո բանակի բանը, քո պետական բյուջեի չափ բանակի բյուջե ունի, մեկ էլ էս մյուսը, որը որ ընդամենը 30 անգամ քեզնից ավել բնակություն, ու դու համարձակվում ես, խիզախություն ունես, ասես բանը ընտիր, բանը ոման բանը արել, հավաքները անցկացրել, առանց ոմայի անունը տալով, բայց մենակ մենք էինք անցկացրել, ու ասում ես չի կիսում մեր գաղափարը, դրա համար մենք իրանցից հրաժարվանք, մենք ազգի 95%-ն ենք, քո գաղափարախոսությունը կիսում է 5%-ը, ոման ազգի 95%-ն է, այդ ազգ բանակն է, այդ ազգ բանակը գոնե մոբիլիզացնես, պարապացնես, սնման եւ ասենք սպառազինման, ապահովման, ասենք մեխանիզմներ մշակես, դու պատրաստվում ես ազգի 95%-ից զրկվես, պայքարում քեզ շրջապատող թուրքերի, ասենք, հետ բախվելու համար, դա նշանակում է զոհաբերել այն 95%-ը, զոհաբերել։ Դա ուրիշ բան չի նշանակում, դա անհեռատես է, դա ինքնասպանությանը հավասար է, իսկ ես չեմ ուզում ինքնասպանվեմ։ Լավ կլինի, ասենք, այդ մարդը կամ ուշքի գա, կամ հեռանա։ Նման բան ասել եմ 2 տարի առաջ, երբ որ ասեցի մեր գործերի մեջ ասա կնոջդ չմտնի կամ էլ բաժանվի, եթե չի ենթարկվում։ Ոնց որ թե լսեց բաժանվեց մի քանի տարի հետո։ Հիմա նույնն եմ ասում, կամ ուշքի եք, ազգ բանակի են փաթեթը, որը խափում ես Եվրոպային ու ասում ես մենք ընդունել ենք, վեկալ ու սկսի կիրառել, կամ եթե ի վիճակի չես դա անես, հեռացի։ Իմ համար մեկա, դու կմնաս թե չես մնա։ Մեկա, ազգ բանակը կառուցելն է իմ համար կարևոր։ Համապարփակ անվտանգության համակարգը թույլ կտա 120,000-անոց ազեր Թուրքի դեմ առնել, 130,000-անոց Օսման բանակի 3-րդ դաշտային բանակը, որ իր 4 բանակներից ընդամենը մեկն է մեր սահմանին կանգնած, իրանց դեմ առնել։ Ուրիշ ոչ մի ձև, ում հետ ինչ ձևի, ասենք, 4 թուշ համբյուրվենք, չգիտեմ, էլ ինչ ձևի փրվենք խալուպես, էլ ինչ ձևի կարևորենք, էլ սպիդի հիվանդանոց բացենք, ստե սաղ սպիդով հիվանդները գան բուժվեն, բան Արմենիկում են, բանը ծրագիրը, որ ախմախ խոսում ենք, հեսա սպիդով հիվանդներին Մայքլ Ջորդանին կբուժենք, ստե ով կհամարձակվի, ասենք Հայաստանի վրա հարձակվի, լավ էլ կհարձակվեն արխային, այդ հիմար անհեռատես ինքնասպան ոտից չէ գլխից կրակող
պասիվությունը կամ սխալ գործողությունները դադարել է պետք։ Մենք պետք է ազգ բանակ կառուցենք, մենք ուրիշ ճանապարհ ուղակի չունենք։ Ու այն ուժերը, ովքեր որ տարբեր կոնսուլտանտների են դիմում, լավ են անում։ Հենց նույն, ասենք, իշխող ուժը այսօրով ունես չի որ կոնսուլտանտների չի դիմում, այդ ֆրանսիացին, ամերիկացին, այն մյուս բանը ուժը, որը հավակնում է դիմելա էլի ինչ որ օտարազգի կոնսուլտանտներին, այն մեկը ինչ որ բան, բայց բանա, որ ասում է մի խելքը լավ է, երկուսը ավելի, բայց իրար այդ խելքի տվեք, ընդհանուրի մի հատ եկեք, բայց մեկը էլի ստիպված եք լինելու այդ մարտավարական եւ օպերատիվ խորության վրա խոցող զենքերից բացի նաեւ ընդունել ծրագիր, որտեղ համաչափ վտանգներին ուժ պետք է ձևավորես։ Իսկ համաչափ վտանգներին ուժը դա ոնց գցում բռնում ես անձնակազմ մարզելն է, մարզած անձնակազմին հագցնել, կերակրելն է, զենքով սպառազինությունով ապահովելն է։ То есть ազգ բանակն է։ Ազգ բանակը դա միայն բանակը չի, այլ նաև բանակի ստեղծումն է, բանակի ապահովումը, սնունդը, իր անհաջողությունների դեմ, ասենք, առնելը, իր հաջողություններից օգտվելը, ապագային ծառայացնելը, կարճ ասած, պիտի պոպոկի ծառով զբաղվենք։ Արդեն պոպոկները տալիս է։ Արդեն հայերը Գինոսյանի թեթև ձեռքով ձեռք են բերել հայերին պահվածք, խմած վախտ։ Ես նկատի ունեմ հարսանիքների ժամանակ արդեն մի 10-15 տարի է ազգային պարեր է ստենում։ Ոչ թե պլեն հանձնվելն է ստենում, որ գորալով ձեռքերը բարձրացրած, ասենք մենք բան ասում ենք զդայոմսու են հանձնվում ենք Փարքասո, էլի ասենք, որ մենք ունեցել ենք ամենայն հայոց պարուսույց, այ եկել է այդ ժամանակը, որ պոպոկները մենք խաղում ենք, ուտում ենք, տերևներից կարանք եսի միշտ դեղորայքներ սարքենք, վերքը բուժենք, տարբեր, ասենք, կողքից վայրենաբար իրար հետ կռվող հարևանների մեջ, որ վերքեր են առաջանում իրանց մարմինների վրա, то есть խելացի լինենք, օգտվենք դրանից, ինչը մեր սերունդը տնկել է, ի վնասի իր ապագային դրանով ազբաղվել, իր կրթությանը ի վնաս իր ընտանիքի ֆինանսական, ասենք սոցիալական անգամ, ասենք վիճակի, հիմա արդեն ստվերա եւ թակուբիր պոպոկներ։ Հեսա մի քանի տարի հետո այնքան է բերքը լինելու, որ կշտանալու ենք պոպոկից եւ կարողանալու ենք եկամուտ ունենալ։ Ընդամենը մի ամիս է, 2 ամիս հետո։ Ազգբանական վտանգության միակ երաշխիք։ Միակ ձևն է, որը որ դու կարաս երաշխիքները ստիպես, որ կատարվի։ Միակ ձևն է, որ կաշխատացնի երաշխիք, որ ասում են ու անունը որ տալիս են, ինչն է երաշխիք։ Դա գործիքներ են։ Իսկ ով պետք է այդ գործիքը աշխատացնի։ Ինչքան էլ Մակրոնի հետ համբուրվում է մեր վարչապետը, կամ ասենք խանդոտ մեկի ձեռը վեկալում ուսից պոկում է Մակրոնի, ես տեսա այդ ռոլիկը, ոնց բանա հետաքրքիր տեսարաններ էլի, ասենք ոնց որ լինում է, որ կինը տղամարդու վրից բանա ուրիշ կնոջ ձեռը վեկալում է, յունակացում շատ թույն տեսարաններ։ Ինչքան էլ լավ լնես Մակրոնի հետ կամ Պուտինի հետ, եթե դու չստիպես իրանց, որ իրանք պարտականությունները, որոնք իրանց վրա ստանձնել են կատարեն, իրանք չեն կատարի, երբ հնարավորությունը լինի, սա չկա, վատ կանեն, մենք մեզ հիշենք, էլի ասենք, որտեղ հնարավոր է սարժկավատ չեն կարել սովորելու ժամանակ, դասագրքերը մի երկու թերթ ավել գցելով, բան հայտնի քվյատ թերթիկ չեմ, բան քննական թերթիկ վեկալելով այն որ նայում ես անծանոթ հարց հայերևում ով խեսի ես վեկալում ոչ թե բոլորն ենք սովորում չէ գոնե մի երկու տեղ սաճկավատ ենք անում բա իրանք էլ մարդ են իրանք էլ սաճկավատ կանեն իրանց համար մինիմալ օգուտ տվող Հայաստանի շահերը պաշտպանելուց հայերի կյանքը պաշտպանելուց Հայաստանում բնակվող իրանք թե Պուտինը թե չգիտեմ Տրամպը
հայ բանը իրանց հպատակ կամ քաղաքացի հայ համար կարող է նավատորմ ուղարկեն, եսի ինչ աֆրիկյան երկիր, եսի ինչ պետություն ռմբակոծեն, բաց թող մեր քաղաքացուն, բան կապ չունի, որ ինքը հայ է, էլի ասենք, բայց Հայաստանի բնակչություն հայերից լինի բաղկացած, տեղ ասենք 300,000 հայ բռնաբարիչ, ասենք հայերին բռնաբարիչ թուրքերից է բաղկացած, իրանք չեն գաստե ոչ մի բան անելու, եթե դու իրանց չստիպես։ Իսկ դու իրանց ոնց կարաս ստիպես քո դաշնակիցներին։ Ուժեղ լինելով, քո օգտակարությունով, քո ուժեղ լինելով, քո դիմադրողականությունը բարձր պահելով։ Հիշում ենք, չէ, որ Ուկրաինային մենակ սեքսուալ ասենց սրտիկներ էին անում, մեկ էլ օդային համբույրներ էին անում, երբ որ Ռուսաստանը արձակվել էր իրանց վրա։ Հիշում ենք դա։ Ոչ մի բան չէին անում Ուկրաինայի համար։ Ասում եմ լուրջ, մենակ օդային համբույրներ եւ սրտիկներ, լայքեր, բան սենց։ Իսկ տեսան արա, այս 44 օր անցավ, ասին հեսա վարի են եթալո։ Վարի չգնացին, դիմադրեցին, խաղաղություն չխնդրեցին, անցավ եւս մի երկու ամիս, սկսեց, ասենք, որոշ զենքի տեսակներ գալ, անցավ եւս 3 ամիս, այդ զենքի տեսակների բան զինամթերքը սպառվեց, այդ էլ տվեցին, անցավ եւս մի 3 ամիս, ասին, այս տնտեսությունը Ուկրաինայի քանդվում, եկեք փող տանք, որ ինքը ի վիճակի լինի իրեն վրա հարձակվող թուրքերի դեմ, պայմանական թուրքերին դեմ, ասենք, կարանա դիմադրի, որտեվ եթե բանակը դիմադրի, բայց պետությունը, որը իրան կառավարում է եւ սնում է քանդվի, փող չունենալու պատճառով, այնա բրծավ էլի, բանակի դիմադրությունն էլ 2 կոպեկա կամ 2 օր է։ Եվ կամաց ինքը իր դիմադրողականության հաշվին զոհվելով կողքինը զինվոր դառնալով, իսկ ես ասում եմ, մենք խելացի պետք է լինենք։ Մենք չպետք է կռվի դաշտում սովորենք պատերազմել մեր ընկերներին կորցնելով այն ընկերներին, ովքեր որ ռազմական գործ չեն սովորել նորմալ, չեն պարապել, կամ այն ընկերների, ովքեր որ զոհվում են, որտեվ իրենց հրամանատարությունը բավարար ռեսուրս պարապելու չի ունեցել, դրա սխալ հրամանով արդյունքում ասենք զոհվում։ То есть ազգ բանակ երկիրդ ամրոց եւ դու կստիպես համ քեզ օգնության գա Պուտինը, համ Մակրոնը, համ հայկական ցեղասպանությանը մասնակից թուրքերի դաշնակից, իսկ տեղեր կա թուրքերի պլանավորած օպերացիան ջնջած իր պլանավորած օպերացիան ստիպած որ թուրքերը օգտագործեն հայերին ջնջելուց, ես Գերմանիայի հետ եմ, անգամ Գերմանիայի Շոլցը գա մեզ օգնության։ Շնորհակալ եմ պարոն Վարդանով զրույցի համար, ցավոք մեր եթերաժամանակը ավարտին է մոտեցել, դեռ մի փոքր էլ անցել է։ Այսքանով ավարտենք մեր հաղորդումը։ Այսքան էմոցիոնալ խոսում է, կեսից չենք ընդհատի։ Շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին։ Դուք դիտում եւ լսում եք գործարարալիքը, եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը։ Ես հայտարարություն անեմ։ Խնդրեմ։ Ոման իր գործունեությունը շարունակում է, չնայած շատ ու շատ բյուրոկրատ պետական պաշտոնյաներ կայնացրել են իրանց ֆունկցիաները, բանը եւ ասում են, «Էսի թող անցնի հետո»։ Մենք չենք անում դա։ Եվ մեր համար ընտրությունը սովորական գործողություններ է եւ ոման իր վարժանքները եւ պարապմունքները անցկացնում է։ Այսօր էլ վաղն էլ կանցկացնի, մի ամիս հետո էլ, մի ամիս 3 օր հետո էլ։ Տոների ժամանակ էլ խասյաթ ունենք, ասենք, զինավարժությունների դուրս գալ, իսկ գիտենք, որ ընտրությունը մեր համար տոն է։ Ոստ Երևակայի մենք քվեարկենք եւ կեթանք, ասենք, զինավարժությունների Երևակայի, հələ բան չենք արել, բայց կանենք։ Շնորհակալություն պարոն Վարդանով, շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին ուշադրության համար։ Դուք դիտում եւ լսում եք գործարարալիքը, եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Ցտեսություն։ Տեսություն։